Արամը 13 տարի շարունակ բնակարանում ոչինչ չէր փոխել։ Թումանյան փողոցի վրա գտնվող բարձր առաստաղներով և ճռճռացող մանրահատակով այդ տունը վերածվել էր դամբարանի։ Հարևանները շշուկով էին խոսում, երբ նա անցնում էր կողքով։ Քեղծ Արամ, միակ աղջկան կորցնելը նույնն է, թե աչքերդ կորցնես։ Նրա կինը Գայանեն Անահիտի անհետացումից 3 տարի անց մահացավ վշտից։ Նրա սիրտը չդիմացավ անորոշությանը։ Արամը մնաց մենակ։ Ամեն երեկո նա սուրճ էր եփում, նստում պատուհանի մոտ և նայում դուրս, հույս ունենալով տեսնել ծանոթ կերպարանքը, նոտաների թղթապանակը ձեռքին։ Անահիտն անհետացել էր կոնսերվատորիայից տուն վերադառնալիս։ Նա 16 տարեկան էր։ Այդ շոգ օգոստոսյան օրը Արամը վերջապես որոշեց նորոգել հյուրասենյակի հատակը։ Մանրահատակի տախտակներից մեկը փտել էր և վտանգավոր ճկվում էր հենց հին Կոմիտաս դաշնամուրի մոտ, որի վրա Անահիտը ժամերով նվագում էր։ Երբ նա գործիքով պոկեց տախտակը, փոշու և շինարարական աղբի մեջ տեսավ քառատակ ծալված տետրի մի թուղթ։ Սիրտը մի պահ կանգ առավ։ Նա ճանաչեց այդ թուղթը։ Դա էջ էր սոլֆեջիոյի նրա դպրոցական տետրից։ Դողացող մատներով նա բացեց այն։ Ձեռագիրը արագ էր, խառը, բայց անկասկած նրանն էր, կլորավուն տառերով։ Թղթի վրա գրված էր. «Պապ, մամ, ներեք ինձ, ես չեմ կարող տուն վերադառնալ, ես արել եմ մի բան, որը խայտառակում է մեր ազգը։ Եթե իմանաք ճշմարտությունը, պապան կսպանի նրան, իսկ հետո պապային կնստեցնեն։ Ես չեմ ուզում նման ճակատագիր, ես հեռանում եմ։ Քեռի Կարենը տվել է ինձ գումար և օգնել թաքնվել, ինձ չփնտրեք, ես սիրում եմ ձեզ, Անահիտ»։ Արամը փլվեց հատակին։ Արցունքները, որոնք նա զսպում էր տարիներով, հոսեցին։ Խայտառակում է ազգը։ Այդ բառերը քարից ծանր էին։ Ուրեմն նա փախել էր տղայի հետ։ Բայց ինչու Կարենը։ Կարենը նրա մանկության ընկերն էր, նրա աղբերը։ Նրանք միասին անցել էին պատերազմի միջով, միասին բիզնես դրել 90-ականներին։ Կարենը Անահիտի քավորն էր։ Հիմա Կարենը ազդեցիկ մարդ էր, ռեստորանների ցանցի սեփականատեր, իսկ Արամը պարզ թոշակառու, ով վաճառել էր բիզնեսի իր բաժինը մասնավոր խուզարկումներ վարձելու համար։ Մեկ ժամ անց Արամն արդեն ներխուժում էր Կարենի գրասենյակ։ Քարտուղարուհին փորձեց կանգնեցնել նրան, բայց նա հրեց ու բացեց կաբինետի դուռը։ Կարենը նստած էր ծանր սեղանի մոտ, ծերացած, ճերմակած, բայց դեռ նույն իշխանական տեսքով։ Տեսնելով Արամի դեմքը և նամակը նրա ձեռքին, նա գունատվեց։ Դու գիտեիր։ Արամի ձայնը չացր էր, բայց սարսափելի։ 13 տարի ես գնում էի կնուչս գերեզմանին և ասում էինք, որ մենք չգիտենք որտեղ է մեր աղջիկը։ Իսկ դու գիտեիր։ Կարենը ծանր հոգոց հանեց և կոնյակ լցրեց իր համար։ Նրա ձեռքերը դողում էին։ Նա եկավ ինձ մոտ այդ երեկո, սկսեց Կարենը, չնայելով ընկերոջ աչքերին։ Հեկեկալով լալիս էր։ Նա հղի էր Արամ։ Շուկանում կրպակներ պահող են թուրքի տղայից։ Դու հիշում ես ինչ ժամանակներ էին։ Եթե դու իմանայիր, կմորթեիր այդ լակոտին։ Քեզ կնստեցնեին։ Գայանեն չէր տանի այդ խայտառակությունը ամբողջ Երևանով մեկ։ Եվ դու որոշեցիր իմ փոխարեն, գոռաց Արամը։ Նա աղաչում էր։ Կարենը բռունցքով խփեց սեղանին։ Ասաց, որ իրեն կսպանի, եթե չօգնեմ։ Ես փող տվեցի, կեղծ անձնագիր սարքեցի ու ուղարկեցի Վրաստան, քո բուլետի, ծանոթներիս մոտ։ Մտածում էի կգրի մի ամսից, երբ ամեն ինչ հանդարտվի։ Բայց նա անհետացավ այնտեղից։ Փախավ ավելի հեռու։ Ես փնտրել եմ նրան, Արամ։ Մորս Սարև փնտրել եմ, բայց չեմ գտել։ Ես լռել եմ, որ պատիվդ պահեմ։ Արամը լսում էր և ամեն բառը դանակի պես կտրում էր։ Նրա խիստ բարոյականությունը, նրա սկզբունքները։ Ստացվում է աղջիկը վախեցել է հոր զայրույթից ավելի շատ, քան անհայտությունից։ Ինքն է մեղավոր նրա անհետացման մեջ։ Նա դուրս եկավ Կարենի գրասենյակից ջախջախված։ Նա հավատաց ընկերոջը, դա այնքան նման էր այն տարիների իրականությանը։ Արամը տուն վերադարձավ։ Նա նորից վերցրեց նամակը, որ կարդա, շնչի թղթի հոտը, փորձելով զգալ աղջկա ներկայությունը։ Դրեց սեղանին, լամպի վառ լույսի տակ։ Եվ հանկած նրա հայացքը որսաց մի մանրուք։ Նամակը գրված էր վանդակավոր թղթի վրա։ Հակառակ կողմում հազիվ նկատելի երևում էր տեքստ, որը տպվել էր նախորդ էջից, որի վրա գրել էին ուժեղ սեղմելով։ Արամը աչքերը կկոցեց։ Այնտեղ ինչ-որ թվեր էին և անուն։
Նա վերցրեց փափուկ մատիտը եւ զգուշորեն ներկեց հակառակ կողմը, ինչպես մանկության տարիներին, երբ մետաղադրամ էին արտատպում։ Տարրերը պարզ երևացին։ Դա գործերի ցուցակ էր։ 1. Բաճկոնը տանել քիմ մաքրման, 2. Վերցնել պատվերը Wild Berries-ից։ Արամը քարացավ։ Սառը քրտինքը պատեց մեջքում։ Wild Berries 13 տարի առաջ 2012 թվականին Հայաստանում ոչ ոք չգիտեր Wild Berries-ի մասին։ Դրանք Երևանի ամեն անկյունում հայտնվել էին ընդամենը մի քանի տարի առաջ։ Սա նշանակում էր միայն մեկ բան։ Նախորդ էջի տեքստը գրվել էր վերջերս։ Նշանակում է Անահիտի նամակը եւս գրվել է վերջերս։ Կարենը ստեց։ Այդ նամակը հատակի տակ չէր մնացել 13 տարի։ Այն այնտեղ են դրել բոլորովին վերջերս։ Բայց ինչպես։ Բանալիներ ունեին միայն ինքը եւ Կարենը։ Մեկ շաբաթ առաջ Կարենը եկել էր նրա տուն վարպետի հետ առաջարկելով օգնել վերանորոգման հարցում, մինչ Արամը խոհանոցում սուրճ էր եփում։ Ինչու պիտի Կարենը կեղծեր Անահիտի նամակը հիմա 13 տարի անց։ Պատասխանը շուտ եկավ։ Արամը հիշեց, որ մեկ շաբաթ առաջ իրեն զանգել էին դատախազությունից։ Վերաբացել էին 2000-ականների տնտեսական հանցագործությունների հին գործերը։ Արամը վկա էր Կարենի շատ գործարքներում։ Կարենին պետք էր, որ Արամը իրեն մեղավոր զգա, կոտրված լիներ եւ երախտապարտ լիներ ընկերոջը, պատիվը փրկելու համար, որպեսզի Արամը ցուցամունք չտար նրա դեմ։ Բայց եթե նամակը կեղծիք է, գրված վերջերս, նշանակում է Անահիտը ողջ է եւ Կարենը գիտի որտեղ է նա։ Նա ստիպել է աղջկան գրել դա։ Արամը չգնաց ոստիկանություն։ Հայաստանում նման հարցերը տղամարդիկ լուծում են նայելով միմյանց աչքերի մեջ։ Նա գիտեր, որ Կարենը Դիլիջանում անտառի մեջ հին ամարանոց ունի, ուր հազվադեպ էր գնում։ Արամը վերցրեց իր հին որսորդական հրացանը, որը պահում էր չհրգիզվող պահարանում, եւ նստեց իր հին նիվան։ Ճանապարհը դեպի Դիլիջան հավերժություն թվաց։ Գիշերային անտառը դիմավորեց լռությամբ։ Կարենի ամարանոցի միայն մեկ պատուհանում լույս էր վառվում։ Բակում կանգնած էր Կարենի Գելենդվագենը։ Արամը անցավ ցանկապատի վրայով եւ մոտեցավ տանը։ Ներսից ձայներ էին լսվում։ «Դու պետք է համոզեիր նրան, որ աղջիկը փախել է», գոռում էր կնոջ ձայնը։ Արամը քարացավ։ Դա Անահիտի ձայնը չէր, դա Կարենի կինն էր, Սուսաննան։ «Ես համոզեցի, նա ջախջախված է, լալիս էր իմ կաբինետում», պատասխանում էր Կարենը։ «Հիմա նա չի քչփորի 2000 թվականի թղթերը»։ «Իսկ ինչ անենք նրա հետ», հարցրեց Սուսաննան։ «Մենք չենք կարող պահել նրան այնտեղ ընդմիշտ։ Նա արդեն 30-ին մոտ է, սկսում է խելագարվել»։ Արամը ներխուժեց տուն ոտքով հարվածելով դրանը։ Հրացանը պահեց եղբոր վրա։ «Որտեղ է նա», գոռաց նա։ Կարենը բարձրացրեց ձեռքերը, մահվան պես գունատվելով։ Սուսաննան ճչաց. «Արամ ջան, դու սխալ ես հասկացել»։ «Որտեղ է աղջիկս, շնագայլ։ Եթե մեկ անգամ էլ ստես, կկրակեմ փորիդ ու դու երկար կսատկես»։ Կարենը ընկավ ծնկների վրա։ «Հին գինու մառանում, ներքևում»։ Արամը իջավ նկուղ։ Դուռը փակված էր ծանր կողպեքով։ Բանալիները նա խլել էր Կարենից։ Երբ դուռը բացվեց, խոնավության եւ դեղորեքի հոտը խփեց քթին։ Առանց պատուհանների սենյակի անկյունում մահճակալին նստած էր մի կին։ Նիհար, գունատ, երկար սև մազերի մեջ ճերմակած մազերով։ Նա բարձրացրեց աչքերը։ Դրանց մեջ ճանաչում չկար։ Դատարկություն էր։ «Անահիտ», շշնջաց Արամը։ Կինը ցնցվեց։ Նա կծկվեց, գլուխը փակելով ձեռքերով։ «Ես կգրեմ, ես ամեն ինչ կգրեմ, քեռի Կարեն, մի խփեք։ Ես կգրեմ, որ փախել եմ»։ Արամը գցեց հրացանը եւ նետվեց դեպի նրան, գրկելով նրա նիհար ուսերը։ «Բալես, ես եմ, պապան է, ոչ ոք չիս, էլ չի տա»։ Ավելի ուշ, երբ եկավ ոստիկանությունն ու շտապօգնությունը, բացվեց սարսափելի ճշմարտությունը։ 13 տարի առաջ Անահիտը հղի չէր եղել։ Այդ օրը նա պատահաբար մտել էր Կարենի ռեստորանը ժամանակից շուտ, որպեսզի վերցնի մոռացած նոտաները եւ տեսել էր այն, ինչ չպետք է տեսներ։ Կարենն ու նրա գործընկերները սպանում էին մրցակցին։ Նա արյուն էր տեսել։ Կարենը նկատել էր նրան։ Նա չէր կարողացել սպանել Սանիկին, բայց եւ բաց թողնել չէր կարող։ Նա ամեն ինչ կպատմեր հորը։ Նա առևանգել էր նրան։
Բոլոր այս տարիներին նա պահել էր աղջկան փակված, սկզբում մի բնակարանում, հետո այդ նկուղում։ Ներշնչել էր, թե հայրը հրաժարվել է նրանից, թե բանդիտները փնտրում են նրան սպանելու համար եւ միայն ինքը Կարենն է փրկում նրա կյանքը։ Նա թմրեցնում էր աղջկան դեղերով։ Մեկ շաբաթ առաջ նա ստիպել էր նրան արտագրել հին տեքստը նոր թղթի վրա, որպեսզի ներկայացում խաղա Արամի առաջ եւ ապահովագրի իրեն դատախազության ստուգումներից։ Սխալը ժամանակակից տետրի թղթի հետ, որը Կարենը գնել էր ճանապարհին պատահած խավութից, նրան արժեցավ ազատություն։ Անցավ 1 տարի։ Արամն ու Անահիտը նստած են Արագածի ստորոտում գտնվող փոքրիկ գյուղական տան պատշգամբում։ Երևանում նրանք ապրել չկարողացան, հիշողությունները շատ էին։ Անահիտը դանդաղ վերականգնվում է։ Նա դեռ վախենում է բարձր ձայներից եւ հազվադեպ է խոսում։ Բայց այսօր նա առաջին անգամ մոտեցավ հին դաշնամուրին, որը Արամը տեղափոխել էր այստեղ։ Նա հպվեց ստեղներին։ Դողացող մատները վերցրին Առնո Բաբաջանյանի նոկտյուրնի առաջին ակորդը։ Արամը ժպտաց արցունքների միջից նայելով սարերին։ Նրա աղջիկը վերադարձել էր։ Նա կոտլված էր։ Նրա երիտասարդությունը գողացել էին, բայց նա ողջ էր։ Եվ քանի դեռ հնչում է երաժշտությունը, հույս կա։